Ճգնաժամի ժամանակ եզակի բաժիններից մեկը, որի վրա պետք է մեծ ներդրում անես, դա մարքեթինգն է, որտեղ ինքը քեզ պետք է ըստեյության հանի ճգնաժամից։ Մեզանում ոնց է, չէ, խնամի ծանոթ բարեկամը, մենք ԽՑԲ-ն վատ համատեքստում ենք, չէ, օգտագործում, բայց աշխարհը դրա անունը դրել է network ու շատ լավ օգտագործում է։ Ինձ մոտ միշտ հարց էր առաջանում, լավ, արդյոք Հայաստանում չկան գործարարներ, ում պատմությունը կարող է լինել ուսանելի։ Օրինակ տարիներ առաջվա հայտարարությունը երբ նայում ենք, չափորոշիչները այլ էին, շատ նշանակություն էին տալիս արտաքինին, տարիքային սահմանափակումները շատ ուժեղ էին դրված։ Հիմա եւս հնարավոր է այդպիսի հայտարարություններ տեսնենք, բայց ուրախացնող է այն, որ հանրային ճնշում ենք նկատում։ Այսօր գործարարների մեծ մասը իր ժամանակից շատ կարևոր հատված տրամադրում է նոր գիտելիքով, փորձով զինվելուն։ Կորոնավիրուսը ինչ որ չափով չփոխեց մեզ մոտ մշակույթ եւ արդյոք առցանց աշխատելը արդյունավետ է թե ոչ, ինչ փորձ բերեց։ Մյուս դեպքերում օֆլայնը հաղթում է։ Մարդիկ միշտ ուզում են մարդկանց տեսնել, հետո մենք նաեւ էմոցիոնալ ազգ ենք, այդ մեր արյան մեջ է։ Կա օրինակ մի այսպիսի տեսակետ, որ երբ գործատուն ուզում է ֆինանս խնայել կամ կրճատել, առաջինը կրճատում է մարքեթինգային թիմի։ Մարքեթինգը բիզնեսի համար նույնն է, ինչ որ բժիշկը պացիենտի համար։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Ելակետի տաղավարում այսօր հյուրընկալել ենք առաջին բիզնես դպրոցի հիմնադիր Ծովինար Սարգսյանին։ Բարև ձեզ Ծովինար։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հյուրընկալելու համար։ 2015 թվական այսքան թեմա չկար բիզնեսի մասին, բիզնես կրթության մասին, ինչպես միտք հղացավ, որ պետք է դպրոց հիմնադրեք, հատկապես երիտասարդ աղջիկ։ Նախ ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել հրավերի համար ու եւս մեկ անգամ շատ կարևոր թեմաներից մեկի բիզնես կրթության մասին անդրադարձ կատարելու համար։ Շատ ճիշտ նշեցիք 2015 թվականին, դեռ 10 տարի է անցել, բայց իրականում այս վերջին հատկապես տարիների ընթացքում միջավայրը այնքան է փոխվել եւ կրթության, եւ բիզնես կրթության, եւ գործարարության, որ մենք կարող ենք դարաշրջաների մասով խոսել, որովհետեւ իսկապես եւ մշակույթը, եւ շատ արժեքներ, եւ շատ գործիքական փոխվել է, բայց իհարկե երբ նոր էինք սկսում 2015 թվականին, նախ ինքս որպես այդպիսին մասնագիտական կրթական հենքը ստացել եմ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի բաժնում եւ մենք մեր ուսումնառության ընթացքում շատ ուսումնասիրում էինք միջազգային բիզնեսներ, միջազգային ընկերությունների հիմնադիրների գործունեությունը, պատմությունը եւ ինձ մոտ միշտ հարց էր առաջանում, լավ, արդյոք Հայաստանում չկան գործարարներ, ում պատմությունը կարող է լինել ուսանելի, ումից կարող ենք սովորել, որովհետև դա շատ կենթանի եւ առարկայական մոտիվացիա կլինի յուրաքանչյուրիս համար եւ այդպես ոնց որ միտք ծնվեց, հետո ինքը մի քիչ ավելի առարկայացավ, ավելի շոշափելի դարձրեց, որ անհրաժեշտ է ըստ էության ստեղծել մեկ միջավայր, որտեղ որ հայ գործարարները, այստեղ ամենակարևորը արժեք ստեղծող գործարարները կկիսվեն իրենց գիտելիքով, փորձառությամբ եւ ինքը կլինի շատ կարևոր օրինակ երիտասարդների համար, ովքեր որ նոր են փորձում մուտք գործել գործարար ոլորտ կամ նոր են փորձում այս ոլորտում իրենց ոնց որ առաջին քայլերը ու այդպես սկսեցինք մեր առաջին քայլերն ու առաջին ճանապարհը։ Ովքեր են սովորում դպրոցում, տարիքային ինչ շեմ ունեցող։ Տարիքային սահմանափակում չկա, մենք ասում ենք այն անհատները, ովքեր որ ունեն արարելու, ստեղծելու ցանկություն, ջիղ, կամք, մոտիվացիա, իրենք կարող են գալ, ընդունվել դպրոց ու ուսումնառության process անցնել, կարող են լինել 17 տարեկանից մինչև 80-90 տարեկան, մեր ամենացածր այսպես տարիքային շեմ ունեցող երիտասարդը եղել է 17 տարեկան, ամենաբարձրը 50 տարեկան եւ ամենահետաքրքիրը նա է, որ նույն միջավայրում սովորում են եւ տարբեր տարիքային սեգմենտի եւ տարբեր մասնագիտական հենք ունեցող եւ տարբեր ոլորտային հետաքրքրություն ունեցող անհատներ, բայց իրականում բոլորին մի քանի կարևոր բան է կապում։ Առաջինը դա անդադար կրթվելու ցանկությունը, մոտիվացիան, երկրորդը արարելու մեծ կամքը եւ երրորդը իրենց միջավայրում ինչ որ դրական, մասնավորապես մեր հայկական միջավայրում, ինչու ոչ նաեւ այդ փոփոխությունը հետագա միջազգային շուկա տանելու ձգտումն ու մոտիվը։
Իսկ ովքեր են դասավանդողները։ Դասավանդողները բոլորը հայ գործարարներ են, մոտ 250-ից ավել գործարարներ, փորձագետներ են կիսվում իրենց գիտելիքներով, փորձով ու բոլորը տարբեր ընկերությունների հիմնադիրներ են, համահիմնադիրներ են կամ տնօրեններ են, բայց այստեղ առանցքայինը հայեր են, որովհետև մեզ համար, ինչպես ամենասկզբի խոսքում նշեցի, շատ կարևոր է, որ օրինակ ունենանք հայ գործարարների, որովհետև երբ դու տեսնում ես, որ քո միջավայրում ծնված, մեծացած, նույն բուհում կրթություն ստացած, նույն ջուրը խմող, նույն միջավայրում գործունեություն ծավալող անհատը հաջողել է, քեզ համար ամենը դառնում է ավելի առարկայական եւ դու նշում ես, որ եթե իր մոտ հաջողվել է, վստահ ինձ մոտ էլ կհաջողվի, ինչպես նշում են, ամեն ինչի մեկնարկային կետը ցանկությունն է, այստեղ միայն ցանկություն է պետք։ Վաղուց եք ոլորտում, այ 15 թվականից թեկուզ մինչև հիմա ինչ միտում կա գործարարների ոճի մեջ, մոտեցումների մեջ փոփոխություն նկատում եք։ Միանշանակ, ինչպես նշեցի, մեզ թվում է 10 տարին այդքան էլ մեծ ժամանակահատված չէ, բայց հատկապես վերջին տարիներին ոլորտը այնքան երկրաչափական պրոգրեսիայով է աճել ու այնքան շատ դրական փոփոխություններ կան։ Ես իմ հարցազրույցների ժամանակ շատ եմ դրա մասին նշում, որ գործարարությունը Հայաստանում բաժանում եմ երկու խմբի՝ դինոզավր գործարարներ, կամ այլ կերպ ասած հին ժամանակներից այսպես եկած գործարարներ, ովքեր որ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով կամ այդ փոփոխությունների ժամանակ բախտի բերումով կամ ինչ որ հենքային մեկնարկային պայմաններ ունենալով հաջողել են եւ ժամանակակից գործարարներ, որոնց հաջողության հիմքը վստահաբար անդադար կրթվելն է, գիտելիքի փորձի կուտակումն է, համագործակցությունն է, կապերի արդյունավետ օգտագործումն է, արժեք ստեղծելու միտումն է։ Դա շատ կարևոր է ու եթե մի քանի կարևոր բան նշեմ, որ ես այսօր տեսնում եմ գործարարության մեջ, դա առաջինը նա է, որ այո, գործարարների մեծ մասի նպատակը շահույթ գեներացնելը չէ, դե բնականաբար վերջին հաշվով բիզնեսի նպատակը եկամուտ ստանալն է, բայց շատերը գործարարությամբ սկսում են զբաղվել ոչ այդ միտումով, հա, շատերը ուզում են Հայաստանում ինչ-որ բան փոխել, արժեք ստեղծել, փոփոխությունների առաջամարտիկ լինել եւ արդեն եկամուտը մնացածը ոնց որ ածանցվում են այս նպատակներին։ Երկրորդ կարևոր բանը դա համագործակցության մշակույթն է, որ մեզ սովորեցրել են, որ հայերս միայնակ խաղացողներ ենք, չկա նման բան, դրա վառ ապացույցն են վերջին տարիներին Հայաստանում ստեղծված շատ գործարար ակումբները, շատ ասոցիացիաները, համայնքները, որոնք որ իրականում էլի իրենց մեջ կարող են լինել ընկերություններ, որոնք որ նույն ոլորտն են սպասարկում, մրցակցում են իրար հետ, բայց մրցակցում են համագործակցելով։ Այսինքն իրանք իրար հետ կրթվում են, զարգանում են, աճում են, բայց միևնույն ժամանակ նաև մրցակցում են։ Երկրորդը դա համագործակցելն է։ Երրորդը դա անդադար կրթվելու ձգտումն է, որ այսօր գործարարների մեծ մասը իր ժամանակից շատ կարևոր հատված տրամադրում է նոր գիտելիքով, փորձով զինվելուն, նաև կապեր ձեռք բերելուն։ Մյուս կարևոր բանը դա փոխօգնությունն է, որ մարդիկ այո պատրաստ են նաև օգնել ու եւս մեկ անգամ իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր պրոֆեսորադասախոսական կազմին գործարարներին, ովքեր որ իրենց ժամանակը տրամադրում են եւ իրենց գիտելիքով, փորձով կիսվում են երիտասարդ սերունդի հետ, որտեղ իրենք շատ լավ հասկանում են, որ վաղը շուկայում այդ անհատների հետ են համագործակցելու, որպես թիմակից, որպես գործընկեր, որպես մրցակից, կախված թե ինչ ոլորտում կհանդիպեն, բայց իրար օգնելը դա շատ կարևոր է։ Եվ մյուս կարևոր բանը, որ սկսել են նաև ավելի մեծ մտածել։ Ոչ միայն սահմանափակվել հայկական շուկայում Հայաստանում, այլ նաև ինչ ստեղծենք, օրինակ միջազգային շուկա դուրս գանք, աշխարհին ինչ-որ բան առաջարկենք, սա շատ կարևոր է։ Նշանակում է, որ մեր գործարարները ունեն նաև սոցիալական մեծ պատասխանատվություն, այո, արդյոք ձեզ հեշտ տրվեց գնալ համագործակցության, համոզել տարիների ընթացքում, որովհետև գուցե վերջին տարիներին հեշտ լիներ, բայց հաստատ 15 թվականը դեռ սկիզբն էր, որպեսզի գան, դասախոսեն, իրենց փորձը փոխանցեն սերունդներին, ինչ ջանքեր գործադրեցիք։ Ինչպես ասում են, ոնց որ ոչ մի բանի սկիզբն էլ հեշտ չի լինում։ Միշտ բեմի վրա թվում է, թե ամեն ինչ հեշտ է, դերերը արդեն սահմանված են, ամեն ինչ արագ կազմակերպվում է, բայց վարակույրից այն կողմ իրականում շատ դժվար process-ներ կան, որ պետք է անցնես դրանց միջով ու հաղթարես։ Բնականաբար, երբ նոր էինք սկսում, ոչինչ հեշտ չէր ու ամենակարևորը շուկան այսքան զարգացած չէր։ Դեռ այն ժամանակ, չգիտեմ, դասընթացներ, ընդհանրապես, եթե մենք խոսենք
կրթությունը, որը երկու կտոր ունի, ոչ ֆորմալ կրթություն եւ ֆորմալ կրթություն, այսինքն ֆորմալ կրթությունը դա մեր բուհերն են, կրթական հաստատություններն են, ոչ ֆորմալ կրթությունը դասընթացներ, վարպետության դասեր, տրեյնինգներ, սեմինարներ եւ այլն, այն ժամանակ շուկան զարգացած չէր եւ մասնագետների, գործարարների համար էլ ամենը շատ անորոշ էր, հետո նաեւ այս մտավախությունը կար, որ արդյոք ճիշտ է գալ բիզնեսի գաղտնիքներով կիսվել, ներկայացնել ընկերության մշակույթը եւ այլն դժվար էր, բայց նաեւ այդ առաջին 1-2-3 համագործակցությունից հետո մենք ոնց որ այդ ճանապարհը կարողացանք հաղթահարել, հարթել ու նաեւ այսպիսի մեկ բան ըստ էության կարող եմ նշել, որ երբ որ դու ունենում ես երազանք, դա դարձնում ես նպատակ, հետո քո մեջ շատ խորը համոզմունք ունես, որ դու խնդիր ես լուծելու ու հաստատակամորեն միտվում ես դրան, անհնար է չհաջողես։ Ինքս միշտ հակված եմ եղել նրան, որ միևնույն է, եթե հազարավոր մերժումներ էլ ստանանք, մեկը գնալու ենք առաջ, ոչինչ, թող լիքը մարդ մերժի, բայց վստահաբար կլինեն նաև համախոհներ ու սկզբնական փուլում պետք է նաև ազնիվ լինեմ ու ասեմ, որ երբեք չի եղել մի գործարար, որ մերժի։ Բարդ է եղել համագործակցությունը, այսինքն պետք է համոզել, հիմնավորել, լավ, ինչու պետք է գործարար իր ժամանակից տրամադրի եւ գա փորձով գիտելիքով կիսվի, բայց չենք ունեցել դեպք, որ կտրականապես մերժում ստանանք եւ այլն, բարդ է եղել ավելի, դե հիմա ավելի հեշտ է, որովհետեւ նաև այդ գիտակցումը կա, մեր կարգախոսներից մեկը pass on the knowledge, այսինքն փոխանցիր գիտելիքը, ու նաև գործարարները շատ կարևորում են, որ այո, պետք է գիտելիքը փոխանցել, որտեվ դրանով դու ոլորտ ես զարգացնում, միջավայր ես զարգացնում։ Սկսել ենք շատ բարդ, դժվար ճանապարհ ենք իրականում անցել, հեշտ չի եղել, բայց պետք է ասեմ, որ հիմա եթե սկսենք, վստահաբար ամեն բան ավելի հեշտ կլիներ։ Կարող է այն արդյունքը չունենայինք, հետո շուկան հագեցած է հիմա արդեն ոնց որ այդ դափնիները չկարողանայինք վերցնեինք, բայց դե միշտ էսպես է, չէ, ոլորտում պետքա ճանապարհը բացող լինի։ Հիմա այս դեպքում մենք ենք վերցրել մեր վրա այդ պատասխանատվությունը եւ շատ ուրախ եմ, որ ոլորտում այս պահին ավելի շատ ընկերություններ կան, կրթության, բիզնես կրթության դերը ավելի շատ է կարևորվում, բայց այստեղ մեկ փոքրիկ մտավախություն ու նաև խնդրանք ուղերձուն է մեր բոլոր գործընկեր ընկերություններին, որ կրթության ոլորտը շատ պատասխանատու ոլորտ է եւ այստեղ պետք է շատ մեծ առաքելությամբ մտնել ուղղակի փորձել, դե կստացվի, չի ստացվի, այդ շատ պատասխանատու պետք է մոտենալ, որովհետև դու գործ ունես մարդուն կրթելու հետ, իսկ դա ատոմային ռումբի նման մի բան է, էլի դու կարող ես օգտագործել էներգիա ստանաս, կարող ես օգտագործել կործանես, պետք է շատ վստահ համոզմունք ունենաս, ինչ առաքելությամբ ես մտնում։ Այսինքն հավատանք այն մտքին, որ մեր գործատուները, բիզնեսմենները, գործարարները իրենց պատմությունը ամբողջությամբ անկեղծ իրենց հաջողության պատմությունը պատմում են։ Վստահ եմ դպրոցը ունի նաև հաջողած սաներ, պատմություններ ունի, ինչ է զգում այդ պահին, երբ որ ինչ որ մեկը դպրոցում գիտելիքներ է ձեռք բերել, գնացել է, արդեն հաջողել է, իր բիզնեսն ունի։ Ինքս միշտ նշում եմ, որ մեր բիզնես դպրոցի հաջողությունը դա մեր ուսանողների շրջանավարտների հաջողությունն է։ Եթե իրենք հաջողում են, մենք ենք հաջողել։ Եթե իրենք ձախողում են, մենք ենք ձախողել։ Իհարկե գաղափարը կարևոր է, արժեքները կարևոր են, մշակույթը, միջավայրը կարևոր է, բայց դպրոցը ովքեր են, մարդիկ են։ Իր կազմակերպչական թիմը գործընկերները, դասախոսներ, ովքեր հավատում, գալիս կիսվում են իրենց գիտելիքով, ուսանողներ, ովքեր հավատում են մեր առաքելությանը, մեր արժեքներին գալիս են ու իրենց կյանքի ամենակարևոր կրթվելու կարիքը բավարարում են մեզ մոտ, շատ պատմություններ ունենք հաջողված ու նույնիսկ մեկ ոնց որ երեխայի պես նայես դրանց, ոնց քո սեփական երեխան կհաջողի, այդ տենց ենք նայում բոլոր նախագծերին ու մեզ մոտ նաև մեկ այսպիսի սկզբունք կա, կրթություն ամբողջ կյանքի համար եւ ընթացքում մենք միշտ ասում ենք դպրոց ընդունվում ենք, բայց չեք ավարտում, որտեվ մեր ուսանողների հետ կապը միշտ պահում ենք, իրենք միշտ նույնիսկ ավարտելուց հետո գիտեն, որ կարող են մեր բոլոր տարվա դասերին մասնակցել։ Իրենք միշտ ունեն մի տեղ, որտեղ որ միշտ կարող են կրթվել եւ իրենց այդ սովորելու, անդադար կրթվելու կարիքը բավարարեն, որովհետեւ մեր օրերում ամենը այնքան արագ է փոխվում, նաեւ գիտելիքը այնքան արագ է հնանում, որ նույնիսկ այն փորձառությունը, որ ենք ստացել են, կարող է 2-3 տարի հետո արդեն մնացած լինի ու
իրենց հաջողությունները, եթե ամփոփեմ, մեր հաջողություններն են ու մենք միշտ ասում ենք, որ մեր շրջանավարտները միշտ դպրոցում տեղ ունեն, նույնիսկ մեր օրինակ 2025 թվականի ուսումնական տարվան կարող են գալ մասնակցել 17-18 թվականի շրջանավարտներ, ովքեր 7-8 տարի առաջ են ավարտել, բայց էլի իրենք գալիս են, սովորում են, նախ կրթական ծրագրերն են ավելացվում, դասախոսներն են ավելացվում եւ իրենք միշտ այդ հնարավորությունը ունենում են։ Ինչպիսի գործատուներ եւ ինչպիսի աշխատակիցներ ունենք։ Օրինակ տարիներ առաջվա հայտարարությունը երբ նայում ենք, չափորոշիչները այլ էին, շատ նշանակություն էին տալիս արտաքինին, հնարավոր է նաեւ տարիքային սահմանափակումները շատ ուժեղ էին դրված։ Հիմա եւս հնարավոր է այդպիսի հայտարարություններ տեսնենք, բայց ուրախացնող է այն, որ հանրային ճնշում ենք նկատում, երբ այդպիսի հայտարարություն ենք տեսնում, եթե խոսքը օրինակ մոդելի մասին չէ կամ նման մի քանի աշխատանքների, ինչ փոփոխություններ կան, թե աշխատակիցների վարքագծում, դրական եւ բացասական, թե գործատուների։ Բավականին հետաքրքիր հարցի, շուկան շատ է փոխվել ու աշխատաշուկայում նաև գործատուների մոտ խաղի կանոններն են փոխվել ու սովորաբար նաև հայտարարությունների մեջ ոնց է չէ միշտ առանձնացնում են փափուկ հմտություններ եւ կոշտ հմտություններ, այսինքն բացի նրանից, որ օրինակ տեխնացուն կամ թիմակիցը պետք է ունենա մասնագիտական օրինակ կարողություններ, ենթադրենք ծրագրավորման հմտություններ, ինչ որ լեզուների տիրապետի եւ այլն, այլ կարեւոր են նաեւ փափուկ հմտությունները, օրինակ դու լինես հաղորդակցվող, լինես խնդիր լուծող, խնդիր տեսնող, լինես թիմային, ավելի ոնց որ կոնֆլիկտները հաղթահարող, ավելի մեծ մտածող, իքը փափուկ հմտություններ, որոնք որ գործատուն պահանջում է շուկայում եւ դրական փոփոխություններ ունենք, այսինքն գործատուն առավելապես կենտրոնանում է հմտությունների վրա, որովհետեւ մեր շուկան այնքան է փոխվել, մեր շուկան միայն Հայաստանի մասին չի, աշխարհը ընդհանրապես այնքան է փոխվել, որ շուկայում մնում են ուժեղները։ Իսկ ուժեղ լինելու համար դու պետք է ունենաս հմտություններ, եւ կոշտ հմտություններ, եւ փափուկ հմտություններ, արտաքին տեսք, գեղեցկություն, բան էլի ոնց որ նշեցիք, եթե դա մոդելային բանի մասին չի, ակտուալ չի։ Ու մի քիչ նաև մարտահրավերներ ունենք, որտեվ այստեղ նաև սերունդների բանն է առաջացել, հա։ Բոլորս գիտենք, որ մենք հիմա ապրում ենք եզակի ժամանակաշրջանում, երբ 6 սերունդ, արդեն 7 Gen X-ն էլ 2025 թվականից են կողմ, իրար հետ ապրում են, աշխատում են, ստեղծագործում են եւ այլն, ու այստեղ մի քիչ մշակույթի, ընկալումների, աշխարհայացքի, աշխատելավոճի տարբերություններ կան եւ գործատուն պետք է մի քիչ ճկուն լինի մյուս սերունդի նկատմամբ, նու հիմնականում միլենիալներ եւ Generation Z սերունդն են, հա 2000 պլյուսները եւ դրանից ներքև ավելի գործատուները, մի քիչ ավելի երևի մարտահրավերային փուլում ենք հիմա մենք, որ գործատուն պետք է հարմարվի աշխատողին, նոր պոտենցիալ, հա, նոր աշխատողը գործատուի աշխատանքային միջավայրին, մշակույթին, բայց խոշոր հաշվով էլի մենք այստեղ ավելի շատ խոսում ենք բովանդակության մասին։ Այդ արտաքին արհեստական կերպար եւ այլն, տեսք, բոյ, քաշ եւ այլն, սրանք էլ ակտուալ չեն, այլ առանցքում մարդն է, մարդու որակներն են եւ մասնագիտական որակներ, ինչպես նշեցի, կոշտ հմտությունները եւ փափուկ հմտությունները։ Ու կարծում եմ ինչ որ ժամանակ հետո նաեւ այդ համահարթեցումը կլինի նաեւ այս սերունդների մասով, որովհետեւ իսկապես օբյեկտիվ անջրպետ է առաջացել գործատուների ու որտեւ գործատուները մտածում են աշխատող չկա, աշխատողները մտածում են գործ չկա պոտենցիալ բանի մասին, հա, բայց այստեղ ավելի շատ ճիշտ մարդիկ ճիշտ իրար գտնելու խնդիրն է, հա, որովհետև նույնիսկ դու կարող ես շատ լավ մասնագիտական հմտություններ ունենալ, բայց օրինակ այդ մշակույթը քեզ հոգեհարազատ չլինի ընկերությունում ընդունված եւ դու ուղղակի չհամագործակցես։ Մի քիչ նաև հոգեբանական, արժեհամակարգային բաներ կան, որ երևի ժամանակի ընթացքում այս խնդիրներն էլ կհաղթահարենք։ Լուրջ մարտահրավեր է իրականում։ Այ հրաշալի բան ասացիք հենց սկզբից ձեր դպրոցի մասին, որ փորձել եք կոնկրետ մեր մեջի օրինակներով ցույց տալ։ Ինձ հետաքրքիր է։ Միջազգային փորձը այսպես թե այնպես կարևոր է։ Կան դպրոցներ, կան տրեյնինգներ, որ օրինակ մարդիկ գնում են, սովորում են, գալիս են միջազգային տրեյնինգը, այդ կրթությունը եւ այլն։ Արդյոք տեղական
տեղական չի, տեղային չի, օրինակ X երկրում երբ որ դա որոշվել է իրենց հասարակության համար, հաշվի առնվելով իրենց էմոցիոնալ, վարքային, չգիտեմ, լեզվամտածողությունը անգամ եւ տարբեր հատկություններ։ Արդյոք կարող ենք մենք այլ գործարարների փորձը բերել այլ երկրի եւ այստեղ այսպես հեշտ կիրառել եւ հաջողության հասնել, թե պարտադիր է որ պետք է զտվի եւ կարեւոր են այսպես տեղական դպրոցները հստակ կոնկրետ օրինակներով։ Շատ կարևոր է մեկ այսպիսի բան, որքան էլ որ գործարար ոլորտում լինեն խաղի կանոններ, որքան էլ որ լինեն սկզբունքներ, գործիքակազմ եւ այլն, մենք պետք է մեկ կարևոր բան ֆիքսենք, որ գործարարության հիմքում մարդիկ են, այսինքն ամենի առանցքը մարդն է։ Եվ այստեղ հաշվի չառնել յուրաքանչյուր երկրի ազգային, մշակութային, մենթալիտետային առանձնահատկությունները մենք լուրջ խնդիրների առաջ ենք բախվելու, որովհետև միջազգային շուկայի գիտելիքը փորձառությունը կարևոր է, բայց այստեղ կրկնակի կարևոր է դրա տեղայնացումը կամ ադապտացումը, որովհետև օրինակ, եթե նախ միջազգային շուկայում էլ է շատ տարբեր, արևելքը ունի լրիվ այլ գործարար մշակույթ, Եվրոպան, այլ արևմուտքը, այլ նույնիսկ Եվրոպայում էլի ենթամշակութային շատ առանձնահատկություններ կան, որ դու դա վերցնես ու բերես copy paste անես քո գործարար միջավայրում, վստահաբար ինչ ես անելու, ձախողելու ես։ Պետք է հաշվի առնես քո ազգային առանձնահատկությունները, այսինքն մենք հայերս, վերջ-վերջո գործարարությունը նաև արդյունավետության մասին է։ Դու պետք է ոչ թե ուղակի վերցնես եւ բերես դնես այստեղ, այլ հասկանաս, օրինակ, որ միջավայրի, որ սկզբունքի, որ մշակույթի դեպքում է մարդը ավելի արդյունավետ։ Արդյունավետությունը բարձր, օգտակար գործողության գործակիցը բարձր ու վերցնել ուղակի օրինակ միջազգային շուկայում գոյություն ունեն ֆրիլանսի ինչ-որ մեթոդներ, բերել դա տեղայնացնել կամ դնել հայկական ընկերություն եմ, օրինակ բանկային ոլորտում ասել մենք այլևս ավելի ազատ ոճի ենք եւ այլն, ինքը չի աշխատելու։ Պետք է հասկանալ, արդյոք քո ազգային մշակույթի մեջ, ընդհանրապես մեր գենետիկ կոդի մեջ այդ առանձնահատկությունները կան, մյուս կարևոր բանը քո թիմակիցները արդյոք կարող են ադապտացվել դրան, որովհետև միայն վերցնել դնելով չի, էլի քո թիմը պետքա նաև պատրաստ լինի դա սովորի, դարձնի սեփականը, դարձնի սովորություն եւ սկսի կիրառել։ Հակառակ դեպքում մեզանից յուրաքանչյուրը որպես թիմերի ղեկավար կարող ենք ամեն օր ինչ որ նոր թղթի վրա մոտեցումներ դնել կամ օրինակ առավոտյան ժողով անել եւ ասել, որ մենք այլևս այս սկզբունքով ենք աշխատելու, բայց դա ուղղակի հայտարարություն է։ Դու պետք է հասկանաս քո ազգային մշակույթի մեջ ընդհանրապես այդ աշխատելավոճը ոնց կարելի է ներարկել, ոնց կարելի է ադապտացնել։ Հակառակ դեպքում վստահ ձախողելու ենք։ Ու մեկ կարևոր բան էլ ոչ ոք դեռ չի ասել, որ դրսի փորձը դա լավագույն փորձն է։ Այո։ Մենք էլ լիքը բաներ ունենք, որ դա կարելի է վերցնել ու ինչու ոչ արտահանել։ Մենք միշտ բան կա, չէ՞, հարևանի հարցը ավելի գրավիչ է, բայց ով ասեց, որ պետք է միշտ դրսից վերցնենք։ Գործարարության մեջ կարևոր է, որ տվյալ մեթոդը աշխատի, ինքը արդյունավետ լինի։ Ինքը կարա լինի դրանունը դնենք հայկական, կարա լինի եվրոպական, ինչը որ աշխատում է, դու դա պետք է կիրառես։ Ու ուղակի վերցնել, բերել մեր միջավայրը, ասել սա եվրոպական ստանդարտ է, այլևս բոլորս այսպես ենք առաջնորդելու, չի աշխատելու։ Հետո մենք հայերս ունենք մշակութային էլի առանձնահատկություն, պայմանական մեկ օրինակ բերեմ, երբ որ մենք ամերիկյան շուկայի հետ աշխատում ենք, on-line հանդիպումները կամ քննարկումները շատ արդյունավետ են լինում։ Այդ մարդիկ սովոր են, իրենց մշակույթի մեջ կա, որ կարող են on-line զանգանել, 15 րոպեում արագ օրակարգը սահմանել, խնդիրները քննարկել, անելիքները սահմանել, արդյունքն ու վերջնաժամկետը ֆիքսել։ Մենք հայերս սիրում ենք հանդիպել։ Այո, ուզում եմ։ Մենք պետք է նույնիսկ եթե on-line ինչ որ բանակցում ես, ասում են մի հատ սուրճ թեյ խմենք, մի հատ հանդիպենք, դա մեր ազգային առանձնահատկությունն է։ Մենք սիրում ենք մարդ։ Մենք սիրում ենք այդ շփումը, մենք պետք է հանդիպենք, մի հատ ընտանիքից խոսենք, դեսից, դենից, ինչ կար երկրում, հետո նոր անցնենք գործի։ Հիմա սա լավ է թե վատ է, չեմ կարող ասել։ Իսկ 20 թվականը կորոնավիրուսը ինչ որ չափով չփոխեց մեզ մոտ մշակույթ եւ արդյոք առցանց աշխատելը արդյունավետ է թե ոչ, ինչ փորձ բերեց դուք որպես մասնագետ։ 2020 թվականի համավարակը մեզ մոտ այդ on-line գործիքակազմերից ու on-line հաղորդակցման մշակույթը բերեց, այսինքն եթե կրթական process-ում կլինի, գործարար ոլորտում կլինի, մենք
մենք լիքը էլի փափուկ հմտություններ ձեռք բերեցինք, սովորեցինք օդում ջրում ցամաքում աշխատել, on-line կապի մեջ լինել, հանդիպումներ վարել, բանակցություններ վարել եւ այլն։ Շատերը անում էին լրիվ on-line, շատերը հիբրիդ, on-line-ը եւ off-line-ը իրար հետ զուգորդված, բայց միևնույնն է։ Ես որքան որ մոնիթորինգ եմ անում ու ինչքան հարցում եմ անում, IT ընկերությունները մի քիչ հանեմ այդ վիճակագրությունից, որովհետեւ այնտեղ երևի աշխատանքային ու նաև ոլորտային առանձնահատկություն կա, մյուս դեպքերում օֆլայնը հաղթում է։ Մարդիկ միշտ ուզում են մարդկանց տեսնել, հետո մենք նաև էմոցիոնալ ազգ ենք, այդ մեր արյան մեջ է։ Մենք նաև հանդիպումների ժամանակ, բանակցությունների, քննարկումների ժամանակ մեր այս էմոցիոնալ վիճակն է շատ լիքը բան խոսում դրա մասին, այսինքն գործընկերը հավանեց, չհավանեց, համագործակցության կգնա, չի գնա, on-line-ը մի քիչ շատ սառն է, որը մի քիչ այնքան էլ մեզ համար չի, բայց այնպես չի, որ հիմա չկա։ Այս ոնց որ միտքս թող չգնա այնտեղ, որ չէ, մենք միայն օֆլայն ենք սիրում, պարզապես դա մեր մշակութային առանձնահատկությունն է։ Ինչ որ իրավիճակներում նայենք կիրառում, ինչ որ իրավիճակներում ավելի անմիջական շփումն է, բայց էլի մեր ազգային մշակութային առանձնահատկությունը, որ իր հետ հաշվի չնստել ուղղակի չենք կարող։ Դրա համար մեզ համար դեպրեսիվ էր ամեն դեպքում Անշուշտ 2020 թվականը ու նույնիսկ այդ սոցիալական հեռավորություն բառներ շոկ էր մեզ մոտ առաջացնում, բայց կան իսկապես տարբեր երկրներ իրենք իրենց կյանքով այդպես էլ դե պարզ է փոփոխություն։ Հետո մեզ մոտ նաև գործարարության մեջ մի հատ կարևոր բան էլ կա, վստահության կապիտալը։ Օրինակ արևմուտքում շատ ընդունված է, որ մարդիկ կարող են գնալ սրճարան, սրճարանում նստել, coworking-ի հատվածում աշխատել, կողքը եւս ինչ որ մեկը աշխատում է, իրար հետ արագ ծանոթանան, համագործակցեն, գործարք կնքեն եւ այլն։ Այդ մշակույթը տարածված է, այսինքն այնտեղ դու մարդուն չես վստահում մինչև այնքան ժամանակ, քանի դեռ մարդը քեզ չի ապացուցել, որ իրան պետք չի վստահել։ Մենք մինչև չտեսնենք, մինչև մի հատ մանրամասն չուսումնասիրենք, ով է, ում ծանոթն է, ում բարեկամն է, ում հետ կապ ունի, բան մենք միանգամից գործարքի չենք գնում։ Պատկերացրեցիք, էլի առանձնահատկությունն է, որ դու դրա հետ չես կարող հաշվի չնստել։ Թեպետ ինքս միշտ ասում եմ մեզանում ոնց է, չէ, խնամի ծանոթ բարեկամը, մենք ԽՑԲ-ն վատ համատեքստում ենք, չէ, օգտագործում, բայց աշխարհը դրա անունը դրել է network ու շատ լավ օգտագործում է։ Այնտեղ էլ է ծանոթի գործոնը ազդում, այնտեղ էլ են հետաքրքրվում եւ այլն, բայց այդ վստահության բանը ավելի արագ է տեղի ունենում։ Մեզանում այս վերջին տարիներին այդտեղ էլ սառույցը հալվում է ու շատ փոփոխություններ կան, բայց քանի որ հաղորդման ենք, պետքա նաև այդ մասով առիթ օգտագործեմ ու նշեմ, որ իսկապես չվստահելը մեզանից շատ էներգիա է խլում։ Մենք մեր ուղիղ ավելի շատ աշխատացնում ենք նրա վրա, վայ որտեղ է մեզ խաբելու։ Բայց միգուցե որ վստահենք, շատ ավելի լավ արդյունք կլինի։ Հետո երկիրն էլ այնքան փոքր է, բոլորը բոլորին գիտեն, այսինքն դու գործար միջավայրում, եթե նույնիսկ մի բան ճիշտ չես անում, այդտեղ բոլորը իմանում են եւ դա բնականաբար քո իմիջի վրա լավ չի անդրադառնում։ Հետևաբար եթե ամփոփեմ, այս մասով կարող եմ ասել, որ այո, on-line-ը լավ է, ինքը մեզ լիքը հմտություններ սովորեցրեց։ Նույն 2020 թվականի համավարակը, բայց միևնույնն է, մեր ազգային մշակույթի մեջ կա այդ իրար տեսնելը, ջերմ ողջունելը, զգալը, այդ էմոցիոնալ կապվածությունը, որը որ on-line-ով դու երբեք չես ստանա։ Ծովինար դասավանդում եք մի քանի համալսարաններում մարքեթինգ։ Մեր գործատուները որքանով են կարևորում մարքեթինգը, գնալով ավելի մեծ նշանակություն են տալիս, թե ոչ։ Կա օրինակ մի այսպիսի տեսակետ, որ երբ գործատուն ուզում է ֆինանս խնայել կամ կրճատել, առաջինը կրճատում է մարքեթինգային թիմի ֆինանսը, համամիտեք կա նման տեսակետ, արդյոք դուք ինչ կասեք եւ որքանով է կարեւոր այս պարագայում մարքեթինգային թիմը, աշխատանքները։ Եթե տարիներ առաջ մարքեթինգում էլ շատ բաներ մի քիչ ավելի դանդաղ էին փոխվում կամ ամեն դեպքում այբուբենը նույնն է մնում, դա չի քննարկվում, այնպես չի որ Մարքեթինգի հիմնական սահմանումները, գործիքակազմը, մեթոդները եւ այլն տերմինները փոխվել են, իհարկե գործիքակազմը, ուղղությունները եւ այլն ավելի նոր ուղղություններ են ի հայտ եկել, բայց նույնիսկ ակադեմիական տիրույթում այս ոլորտը շատ փոխվում է։ Դու տեղում մնալու համար պետք է վազես։ Դու ուղղակի չես կարող ամեն օր նոր բան չսովորելով մտնել լսարան։ Էլ արդիական չես, այդ շատ կարեւոր է։ Մյուս կարեւոր մասով եթե անդրադառնամ, ինքս միշտ նշում եմ, որ մարքեթինգը բիզնեսի համար նույնն է,
ինչ որ բժիշկը պացիենտի համար ու մարքեթինգը ինքը գործարարության հիմքն է։ Մարքեթինգը դա ոչ թե որ ընկերությունը խնդիր է ունենում գովաստ PR եւ այլն, հենց այն պահից սկսած, երբ որ անհատը մարդը որոշում է, որ ինչ որ խնդիր պետքա լուծի, այդ խնդրի հիման վրա գեներացնում է գաղափար։ Գաղափարը արդեն դարձնում է գործող բիզնես, այս ամբողջ շղթայում, այսինքն արդեն գաղափարական փուլում մարքեթինգը իր տեղը ունի։ Ու նաեւ այո, շատ ցավոտ փաստ է արձանագրում, որ ճիշտ ընկերությունները ճգնաժամի ժամանակ մարքեթինգը ուժեղացնում են, որպեսզի ճգնաժամը չխորանա։ Մեր դեպքում թեպետ էլի է տեղել մշակութային նաև վարքագծային շատ բաներ փոխվել է։ Ինչն են կրճատում մարքեթինգի բաժինը, օրինակ բերեմ, հա, բիզնեսում, եթե այսպես կառուցվածքով նայենք, հաշվապահի աշխատանքը շատ տեսանելի է։ Ֆինանսիստի աշխատանքը տեսանելի է, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատանքը տեսանելի է, բայց մարքեթինգի բաժնի շատ աշխատանք հենց այս պահին դու արդյունքը չես տեսնում եւ դա նորմալ է որ դու չես տեսնում։ Հետեւաբար ինչը որ շոշափելի չի, մտածում եմ որ դե լավ, սրա արդյունքը որը պետքա լինի, բնականաբար ճգնաժամի ժամանակ գոտիները սեղմում են եւ այդ սեղմելու process-ում առաջին բաժիններից մեկը որ մտածում եմ պետք է կրճատել, դա մարքեթինգն է։ Վստահ եմ գործարարները, վստահ եմ ոլորտի գիտակները, փորձագետներն էլ ավելի լավ գիտեն, նոր հեծանիվ չեմ հորինի, որ նշեմ, մարքեթինգը ինքը այն բիզնեսի կարևոր առանցքային բաժիններից է, որ ոչ թե պետքա մտածել ունենալ կամ չունենալ, լավ, եթե տարիներ առաջ 10-15 տարի առաջ ինքը ավելի շատ շքեղության, նորաձևության նման մի բան էր, մենք մարքեթինգի բաժինել ունենք, չէ՞, սենց համատեքստում էին բանանում, հիմա չէ, դա անհրաժեշտություն է։ Եթե ինչ-որ մեկը կարող է ինձ հիմնավորել, որ մենք առանց մարքեթինգի բաժնի հաջողում ենք առաջ են գնում, շատ լավ, ես ոնց որ մեծ սիրով կգնամ իրանց մոտ փորձառություն կանցնեմ, հասկանամ դա ոնց հնարավոր է մեր օրերում, հա, երբ որ մրցակցությունը շատ է, շուկան փոխվում է, սպառողի պահանջները փոխվում են, այսինքն ինքը պարտադիր բաժին է, ինչպես օրինակ հաշվապահությունը, նշեցի ֆինանսները, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնը եւ այլն, եւ մյուս կարևոր բանը ինքը ongoing, ոնց ընթացիկ process է։ Դու պետք է իրեն անընդհատ սնուցես, ոչ թե պետք է ճգնաժամի ժամանակ կրճատես, հենց գործերդ լավ է լինում, մի քիչ ավելի ուժեղացնես, այլ ընդհակառակ ճգնաժամի ժամանակ եզակի բաժինից մեկը, որի վրա պետք է մեծ ներդրում անես, դա մարքեթինգն է, որտեղ ինքը քեզ պետք է հաստատության հանի ճգնաժամից։ Ու ինքը պետք է լինի բիզնեսի համաձուլված մասը ու կարևոր բաժիններից մեկը կլինի թիմի համալրման մասով, իրականում մոտեցումները տարբեր են, բիզնեսը ինքը կարող է որոշել օրինակ, սեփական մարքեթինգային թիմ չունենալ, outsource անել, դա էլ նորմալ է, կան ընկերություններ, ովքեր որ ենթադրենք չունեն այդքան ռեսուրս, հետո միայն բաժին ունենալը չի, շատ կարևոր է, որ մարքեթինգի բաժնի առջև ճիշտ խնդիրներ դրված լինեն, ճիշտ որակով մարդիկ հավաքագրված լինեն, այսինքն միայն մարքեթինգի բաժին ունենալը անունը դա դեռ ոչ մի բանի մասին չի խոսում։ Եթե ընկերությունները օրինակ այս պահին չունեն հնարավորություն, իրենք կարող են ինտեգրել outsource անել եւ դա իրենց թույլ կտա, որպեսզի իրենց բիզնես process-ներում ներգրավեն մասնագիտացված թիմերի, բայց ընդհանրապես չունենալ մարքեթինգի բաժին եւ փորձել այդպես 21-րդ դարում այս մրցակցության մեջ գոյատևել, իրապես կարծում եմ շատ դժվար է։ Իսկ կարող է թիրախավորվում է մարքեթինգի բաժինը հենց նրա համար, որ օրինակի տարբերություն հաշվապահության չափելի չէ։ Դե նորմալ է, որ չափելի չէ, քանի որ մարքեթինգում ինքս միշտ նշում եմ, 15-ից ավել ուղղություններ կան։ Օրինակ, չգիտեմ, կախված թե բիզնեսի համար այս պահին որն է ստրատեգիական, առաջնային, դուք ավելի շատ մարքեթինգային հետազոտություններով եք զբաղվում, ավելի շատ բրենդինգային խնդիրներ ունեք, գովազդի, PR-ի, իվենթների, հա, պետք է հասկանալ այս պահին բիզնեսի համար որն է առաջնահերթություն եւ պարզ է, չէ, որ օրինակ, եթե դու պետք է հետազոտություն անես մարքեթինգային, դա ոնց որ կոշիկ կարել չի, էլի, որ կարեցիր արդյունքը արագ տեսնես։ Դրա համար պետք է ժամանակ, դրա համար պետք է արդյունքների վերլուծության ինչ-որ փուլ, հետո եզրակացություններ եւ այլն։ Ու մի կարևոր բան էլ կա, միայն մարքեթինգի բաժնի կողմից ծրագրերի մշակումն ու առաջ այսպես սահմանումը քիչ է, դրա կատարողականն էլ է կարևոր, որտեղ դու կարող ես շատ իդեալական ծրագիր կառուցել, բայց ինքը կատարման մակարդակում 0 լինի կամ ով է անելու դա։ Սա էլ շատ կարևոր է։ Հետո շատ դեպքերում նաև ընկերությունների մարքեթինգային բաժինները այստեղ են ձախողում։ Դրա համար իրենք միշտ մտածում են, որ օրինակ, այնա տվեցինք, սիրուն բրենդինգը սարքեցին, բավականին մեծ բյուջե ներդրեցինք, հետազոտությունները արեցինք եւ
ինչ պետք է անենք, բայց միայն այդ փուլը չի, էլի կարևորը նաև այդ պլանավորում, կազմակերպում, կառավարում, վերահսկում շղթայով անցնել, որովհետև եթե դու միայն սիրուն տենց գծում ես, ինքը դառնում է արվեստի գործ, բայց եթե դու դա կատարում ես, անհնար է արդյունքը չտեսնես, կլինի կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ հատվածում։ Վստահ եմ ունեք ռազմավարություն, ունեք նաև երազանք, ինչպիսին եք պատկերացնում գործարար բիզնես ոլորտը Հայաստանում 5 կամ 10 տարի անց։ Շատ կարևոր հարց է, շատ դրական փոփոխություններ կան ու դա անքննելի է, անձեն աչքով էլ անգամ տեսանելի է, եթե դու նույնիսկ ոլորտում չլինես, շատ մեծ ցանկություն ունեմ, որ այն որակները, որոնք որ ժամանակակից գործարարները ունեն, որոնք որ նշեցի, հա, անդադար կրթվել, համագործակցել, փոխօգնություն եւ այլն, դրանք պահպանվեն ու շատ ուզում եմ, որ մեր գործարարները իրենց ստեղծած արժեքներով նաև աշխարհի գործարար քարտեզի վրա իրենց տեղը ունենան, որովհետև էլի նոր բան չեմ ասի, որ հայրս իսկապես աչքի են ընկնում մեր ստեղծարարությամբ։ Իսկ գործարարության մեջ ամենակարևոր բաղադրիչներից մեկը դա ստեղծարարությունն է, հա։ Այդ արարելու ջիղը մեր մեջ, ոնց որ մեր գենոֆոնդի մեջ դրված է։ Դա միգուցե իր էլի բացատրություն ունի, քանի որ մենք միշտ գոյատևելու բան ենք ունեցել, չէ՞, աշխարհակահական իրավիճակում կլինի կամ ինչ-որ բանով միշտ հարկադրված ենք եղել մեր լինելիությունը ապացուցել։ Իսկ դրա հիմքում միշտ ընկած է արարելը, որտեվ չարարող մարդը արևի տակ ըստ էության կարող է տեղ ունենալ, կարող է տեղ չունենալ։ Այդ երաշխավորված չի։ Բայց քանի որ մեզանում այդ ստեղծարարության բանը դրված է, կոդը բոլորիս մեջ կա, հա, պարզապես պետք է արթնացնել։ Ճիշտ մարդիկ, ճիշտ միջավայր, ճիշտ արժեքներ ու ես իսկապես ուզում եմ, որ եթե օրինակ մենք հիմա շատ մեծ ոգևորությամբ ենք խոսում այնպիսի հայկական ընկերությունների մասին, ինչպիսին օրինակ Pixar-ը, Crisp եւ այլն, հիմնական ոչ միայն տեխնոլոգիական ոլորտում, ովքեր աշխարհի մասշտաբով են հայտնի, ուզում եմ իրենց թիվը շատանա ու նաև շատ երիտասարդներ ոգեշնչվեն դրանով ու հավատան, որ իրենք էլ կարող են, որտեղ եթե մյուսների մոտ ստացվել է, իրենց մոտ էլ կստացվի եւ մենք, ինչպես նշեցի, աշխարհի գործարար քարտեզում այդ կարևոր տեղը ունենանք, հա, որ Հայաստանը այլևս չասոցացնեն միայն եկեղեցիների, ցեղասպանության, միայն թույլի հետ, այլ չէ, մենք էլ շատ արարելու մեծ պոտենցիալ ունենք ու մեզ ավելի շատ ուժեղի հետ ասոցացնել։ Իսկ ուժեղը չի կարող արարող չլինել։ Էդ էլ ոնց որ էլի անքննելի հարց է։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր բովանդակալի զրույց էր։ Ես էլ եմ շնորհակալ։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա on-line shop.grohe.am